Արդեն մի քանի օր է մայրաքաղաքում հեղուկ գազ գտնելը վարորդների համար լուրջ խնդիր է դարձել։ Բացի դրանից հեղուկ գազի գինը կտրուկ աճել է որոշ տեղերում հասնելով ընդհուպ 300 դրամի։ Բայց նույնիսկ բարձր գնով գազ գտնելը գրեթե անհնար է դարձել։ Հեղուկ գազի լիցքավորման կայաններում գազ չկա գրության պաստառներն են։ Վարորդները գալիս ու ձեռնունայն հետ են դառնում լցակայանից։ Գազ չկա։ Մինչև այս վերջի 2 օրը 250 դրամ ա եղել, արդեն 2 օր է, որ ընդհանրապես գազ չունենք։ Պատճառը հիմնականում չկա։ Պատճառը ճանապարհների խնդիրն է, մենք ինչքանով որ տեղեկացված ենք։ Այսինքն բեռնատարները մնում են այնտեղ կանգնած։ Հա, դժվարությամբ են անցնում։ Վերջին անգամ լիցքավորել եմ 250 դրամով, որը աննախադեպ թանկ էր, չնայած կարծես թե աշնան կողմը մինչև 260 բարձրացավ, բայց ամեն դեպքում վերջին անգամ ես լիցքավորել եմ 250-ով։ Ես երեկ Իջևանից եմ եկել, ճանապարհին այդ գներն էր 250 հիմնականում։ Տարի եղել 95 դրամով ենք լցել։ Հիմա այսինքն այս գինը 250-270։ Թանկ է։ Այս sense մեծ ավտոները զգում են էլի թանկ է։ Փոքր ավտոների համար կարող է հարմարալ է։ 250 եղել է 3 կեսօրից հետո։ Հա, ինչու է ավելի։ Էն էլ ռեկլամ է, որ ու գազ չկա։ Հեղուկ գազ ներմուծող ընկերություններից մեկի սեփականատերը մեծ զրույցում պատմեց կուտակումներ են լարսում։ Հեղուկ գազով բեռնված մեքենաները քանի օր է Հայաստան մուտք գործել չեն կարողանում։ Ասում է, սակայն կուտակումները կարծես թե միայն հայկական բեռնատարների համար են։ Վրացական բեռնատարներն անխոչնդոտ հատում են սահմանը։ Ադե իրանց գրուզավորները իրանք դառնում է սկարապորտ, էլի մեզնի չոտ են այնում։ Տարբերություն դնում են։ Հա։ Վարորդները նշում են, եթե անգամ լարսում կարճ ժամանակահատվածում խնդիր է առաջանում, հեղուկ գազի գինը շեշտակի աճում է։ Իրականում ակնհայտ է, որ այստեղ չարաշահումներ են գնում, նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անելիք ունի, որովհետև այդ գինը, եթե ասենք նույն լարսը կամ չգիտեմ ներկրումը ինչ-որ մի քանի օր ուշանում է, այստեղ ակնհայտորեն չարաշահում են, առիթից օգտվում են եւ գները բարձրացնում են։ Այդ ակնհայտ է։ Դա ուղղակի քիչ թե շատ տեղյակ սպառողի համար դա ակնհայտ է, որ այստեղ հիմա այս փուլում ես 2 օր առաջ եմ լիցքավորել, այ հենց հիմա մոտեցա, որ լիցքավորում եմ, ասում են գազ չկա, 250 դրամով եւ ասացին, որ առաջիկա օրերին չի լինելու որովհետև չի գալիս Ռուսաստանից, ռուսական կողմից։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հեղուկ գազի շուկայում այս պահին ուսումնասիրություն չի իրականացնում։ Հանձնաժողովից նշում են շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, հետևաբար հանձնաժողովն այդտեղ անելիք չունի։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ինչ խնդիրներ են առաջացել Լարսի անցակետում եւ երբ կկարգավորվի շուկան։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, թեև վերին Լարսի անցակետն իրապես 3 օր չի գործել, սակայն հեղուկ գազի շուկան չէր կարող 3 օրում նման կոլապսի ենթարկվել։ Հեղուկ գազի գնի շեշտակի աճի պատճառը ըստ տնտեսագետի այն է, որ ոչ բոլոր լցակայաններն ունեն պահոստավորման հնարավորություն եւ գազ են գնում ավելի մեծ լցակայաններից, որոնք էլ օգտվելով առիթից, որ պահանջարկը մեծ է, ավելի բարձր գնով են վաճառում գազը։ Իրավիճակը ըստ տնտեսագետի սրվում է նաեւ պետության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում չնայած կան հեղուկ գազ ներկրող 100-ից ավել ընկերություններ, բայց շատ քչերն են, որ ունեն պահեստներ Հայաստանում եւ այդ պահեստներ ունեցողներն են, որ հիմա գազ են վաճառում եւ թանկ գնով են վաճառում։ Այն կազմակերպությունները, որոնք հեղուկ գազ են վաճառում, օրինակ ունեն գազի կայաններ, դրանք հիմնականում ներկրում եւ վաճառում են, գրեթե պահեստներ չունենալով կամ մեկ ավտոմեքենայի չափով ընդհանուր պահեստ ունենալով։ Եվ սրա հետևանքով ստացվել են այն կազմակերպությունները, որոնք պահեստներ չունեն, հիմա ընդհանրապես վաճառք չեն կարողանում անել, որովհետև ապրանք չունեն։ Իսկ պահեստներ ունեցողները իրենց ապրանքը չեն տալիս նրանց, որ նրանք էլ վաճառեն։ Եվ շուկայում որոշակի այսպես խոճապային տրամադրություն է առաջանում։ Խոշոր լցակայաններում, որտեղ հեղուկ գազ կա, վաճառքը միայն կտրոններով է իրականացվում, սահմանափակ ծավալով։ Կտրոնով են վաճառում։ Վարորդներն արդեն այլընտրանքային վարելիքի անցման տարբերակներն են դիտարկում գոնե այս շրջանում, երբ ստիպված են տասնյակ լցակայաններ գնալ հեղուկ գազ գտնելու հույսով։ Բենզինով կաշխատենք մի քիչ, մինչև գազը կգա էլ երևի։ Հույս ունենք կգա։ Հեսա տալում են ֆարսոնկը կսարքեն բենզինով, որ նորմալ աշխարհի։ Բենզին քշենք։